Հոսանքազրկումները հաճախակիացել են, նաև հովհարային ջրանջատումներ են լինելու։ Ջրային տնտեսության կոմիտեի նախագահն էլ ասաց, որ ջրանջատումներն անխուսափելի են։ Ինչ է լինելու հատկապես մարզաբնակ քաղաքացու վիճակը, եթե Փաշինյանը վերընտրվի։ Հոսանքը որ քանի որ իրացեցներ մեր Ղարաբաղյանը, երբեք չի անջատվել։ Հիմա իմ լսելով, չգիտեմ 100%, որ իրան սերսել են, ինչ-որ պետականացրել են, սա գերիզվածին բան, սա խաղերը, որ այդ մարդին կծեից կսեն։ Հասկանալի է։ Ես օրինակ Սամվել Կարապետյանի պահով ես չեմ մտածում, որ նա ժողովրդին կթողի է, որովհետև ասենք հոսանքի պահով ինքն է ու չեմ գտնում, որ ժողովուրդի այդ հարցում կտուժի։ Հոսանքը զավթել է Կարապետյանի ձեռքից։ Այդ զավթել մավթելը չգիտեմ։ Շատ դժվարության մեջ կան միաժամանակ, որ լույսը կտրեն հանկարծ բարանեն, լիֆտը 8-րդ հարկ են բրսանում, կարամ ես բրսանամ։ Տանից չեմ էլ կարա դες գամ։ Հաջուրը։ Ջուրն էլ դե աժան, առանջերի մարդը կապրի, առանջերի մարդը տուն ես գնում անմիջապես բաղնիկ ես գնում, որ ձերք հետ լվաս, որ չկա դարում ես, մլորվում ես կայնում։ Ես ժողովուրդը միշտ էլ տենց ապրել է, միշտ էլ ապրում է, ինչ է լեղնի վերևներում է ժողովուրդը նորից պետք է ապրի, ժողովրդի մասին շատ քիչ մարդ է մտածում։ Մինչև հիմա էլ է անջատվել, համարյա միաժամանակ, ժամանակ ա եղել, որ ոչ ենք ունեցել, ոչ ենք ունեցել, ոնց ենք ապրել, եկել։ Ոնց որ ապրել ենք մութ ու լույս են, որ գազ չկար, լույս չկար, մենք տեսել ենք այդ շրջանը, ու չենք ցանկանա զիջան ոչ մի բան։ Քաղաքացին պետք է ասի դրա մասին, թե իրանք նախորդ եթե այդ հարցը առաջ են քաշել, առաջ ժողովրդի հարցը պետք է լուծեն, նոր իրանք այդ հարցը շուրջը սկսեն ժողովրդին մատուցել։ Ես եթե լուծողը ըլնեմ, իրանք ոչ մեկը թողը տեղ չաշխատի։ Ընդհանրապես մարդը սովոր է ադապտացվելու թե վատին, թե լավին։ Որ տենում է ճար չունի, ինչ պետք է անի, պետք է սկսի ելքել որոնել, չէ՞։ Ոնց ջուր ճարի, որտեղից ճարի, չեք հիշում 90-ական թվականներին, որ լույս չկար, ոչ մի բան չկար, մարդիկ Սանտա Բարբարա են նայում լևի լույսով։ Մի ճար կգտնեն, չեն մեռնի, կյանքի հրամանը շատ ուժեղ հատկություն ունի կարգադրելու եւ բոլորին աշխատացնելու։ Քաղաքականությունը ես կարծում եմ Հայաստանում դա շոշափելու թեմա չի, որովհետեւ նա ֆունդամենտալ բացակայում է։ Ֆունդամենտալ։ 90-ական թվականներ եք տեսել, այդ ցուրտ ու լավագույն ժամանակներ, նա ցանցել ենք էսեք անցնել։